Ամանորի գիշերն է։ Մարտաճարը լի է հավատացյալներով։ Հրաշքի սպասումը նրանց մայր եկեղեցու գիրկն է բերել։ Ընդունված կարգի համաձայն յուրաքանչյուր տարի Ամանորի գիշերը հանրապետական մաղթանք է կատարվում, երբ եկեղեցին աղոթում է առ Աստված հայրենիքի խաղաղության եւ շենության համար։ Այս տարի սակայն հանրապետական մաղթանքին գումարվել է նաեւ նռան օրհնության արարողությունը։ Վեհափառ հայրապետը ընդամենը օրեր առաջ հայրապետական իր բարձր տնօրինությամբ որպես բարեպաշտական արարողություն հաստատեց եւ դրանով եւս մի կարգով հարստացրեց հայոց եկեղեցու աստվածապաշտական համակարգը։ Եվ այսօր, ինչպես տեսնում եք, ժողովուրդը նոր տարվա հույսերով, իղձերով առլեցուն շտապում է Սուրբ եկեղեցի, որպեսզի իրեն հասանելիք նուրը իր հոգևոր խորհրդաբանությամբ, աստվածային օրհնությամբ վերցնի, տանի իր ընտանեկան հարկից ներս եւ տարին ապրի նրան հոգևոր խորհրդով։ Հավատացյալներն արդեն գիտեն, որ նուրը խորհրդանիշն է Քրիստոսի եկեղեցու։ Նրան բազմականակ եւ իրենց գեղեցկությամբ մեկը մյուսից տարբեր հատիկները նմանեցվում են Քրիստոսի կենարար արյան փրկագնված եւ քրիստոնեական սիրով իրար միացած անհամար հավատացյալներին։ Օրհնելով առատ նռները, Վեհափառ հայրապետը մաղթեց, որպեսզի Տիրոջ օրհնությունը մուտք գործի հայոց օջախներ եւ զարդարի բարությամբ ու խաղաղությամբ։ Աղոթքով առ Աստված մենք բարի եւ օրհնյալ տարի ենք մաղթում ձեզ, սիրելի հայրենիք։ Մնացեք Տիրոջ շնորհին եք։ Աղոթքը անպակաս դարձրեք ձեր կյանքից, որպեսզի Աստծո ողորմությունը, Աստծո սերը միշտ ուղեկից լինի մեր ազգի զավակներին։ Իդեպ օրհնվող նռները Մայրաթոր Սուրբ Էջմիածին են հասել Արցախից։ Խորհրդանշական այս իրողությունը յուրօրինակ հիշեցում է հաղթանակած ժողովրդին իր կամքի եւ հերոսական ոգու մասին։ Նշան Աբասյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Եկեղեցական կյանք։